ապրիլի 24-ը լինելու է Նիկոլի վերջի սկիզբը։ Ռուսաստանի հետ մենք ընդհանրապես սև էջեր չունենք։ Հատուկ գալիս են մայիսի 4-ին 5-ին Հայաստան, որ տպավորություն ստեղծեն, որ իրենց գալուց հետո ժողովուրդը փոխվեց եւ Նիկոլին ընտրեց եւ նկարեն 51%-ը։ Բայց ինչպես պիտի Հայաստանի ժողովուրդը կարողանա այս ամեն ինչի մեջ ճիշտ կողմնորոշվել։ Ոնց կարելի է դրա դեմ գնալ եւ փորձել այն տրորել։ Եվրոպայում ապշած են, որ Հայաստանում կարող են երկրի ղեկավարները եկեղեցու դեմ գործել։ Այս ինչ կեղծ դեմոկրատիայի մասին է խոսքը, էսի չկա։ Բարեկամներ, սկսում ենք Status Quo-ն, ես քաղաքագետ Գևորգ Մելիքյանն եմ, այսօրվա իմ զրուցակցի հետ ես տեսակապով եմ խոսելու եւ ձեզ հնարավորություն եմ տալու, սիրելի բարեկամներ, շփվել մեր գործընկերների հետ, ովքեր այսօր եւ այսինքն հիմնականում Եվրոպայից են մեզ հետ կապվում։ Խոսքը դոկտոր Աշոտ Գրիգորյանի մասին, ով Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահն է։ Պարոն Գրիգորյան, ողջունում եմ ձեզ։ Բարև ձեզ, բարև պարոն Մելիքյան, բարև սիրելի հայրենակիցներ, ուրախ եմ, որ պետք է մեր մտքերով զրուցենք մեր հայրենակիցների հետ եւ կիսվենք մտքերով։ Հուսով եմ, որ մենք այս որոշակի դադարից հետո վստահ եմ, այսինքն որ կունենանք շատ հետաքրքիր զրույց, որովհետեւ խնդիրը հիմնականում, որի շուրջ մենք քննարկում ենք ձեզ հետ, վերաբերում է ըստիս Հայաստանի պատմության, ինքնության, պետականության կարևորագույն ինստիտուտներից մեկին եկեղեցուն։ Եվ դրան զուգահեռ բնականաբար կար նաև նախընտրական կամ ընտրական գործընթացներ, որոնց շուրջ մենք այսօր ձեզ հետ խոսենք։ Նախ սկսենք եկեղեցուց, փորձենք հասկանալ, թե նորից դրսից ձեր այդ նախաձեռնությունը, որը ուղղված էր եկեղեցու պաշտպանությանը, քրիստոնեության պաշտպանությանը, մի փոքր ճիշտ ասած իմ համար հաճախ տարօրինակ է հնչում, որ մենք պաշտպանում են քրիստոնեությունը Հայաստանում, որովհետև կարծեք մենք ինքներս ենք միշտ դրա դրսից ենք ունեցել, հիմա ներսից ունենք պաշտպանության։ Խնդրեմ, պարոն Գրիգորյան, ձեզ խոսքը։ Ուրեմն, պարոն Մելիքյան, ոչ մեկին չեմ զարմացնի, եթե հայտարարեմ, որ մեր ազգի համար առաջի այցը տոմսը այսօր 301 թվականին առաջինը պետականորեն քրիստոնեություն ընդունելու փաստն է։ Դա բոլորը ներկայացնում են որպես ֆենոմեն, որ ինչ քաջություն է ունեցել այդ ժամանակ Հայաստանի պետությունը, որ գնացել է նորմալ քայլի եւ ոչ մեկը չի կարողանում հասկանալ այսօր, երբ որ մեր երկրի համար առաջի գանձը դա մեր մշակույթն է եւ հոգեվոր մշակույթը, ոնց կարելի է դրա դեմ գնալ եւ փորձել այն տրորել։ Վերցրեք հայ ազգից քրիստոնեությունը, հանեք քրիստոնեական մշակույթը, ինչու մենք ներկանալու աշխարհին։ Մեր այսօրվա այն ոչիչությամբ, որը ինչ որ մեկը քարտեզի վերածած իր կասկին կպցրած ման է գալիս, սա է մեր հպարտությունը։ Տիգրան մեծի ժամանակ 1 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք ենք ունեցել։ Հիմա հպարտանում ենք, որ բերել ենք 29,000-ը եւ հələ այն փոքրացնելու մարմանջով շարունակում ենք մեր գոյությունը։ Այսինքն ոչ մի նորմալ եվրոպացի չի կարողանում հասկանալ, թե ինչպես կարելի է հայ առաքելական եկեղեցու դեմ գնալ։ Առաքելական բառը կրկնակի անգամ նշեցի, որովհետև այստեղ, երբ որ օտարները նշում են հայ առաքելական եկեղեցի, անպատճառ բացատրություն են տալի, որ իրենք չէ ինչու առաքելական, որովհետև երկու առաքյալների այցի հիման վրա է ստեղծվել եւ մենք այնպեսի հպարտություն ենք ապրում միշտ էլ երբ որ օտարներից անընդհատ դա լսում ենք եւ ինչ ամոթ խայտարակություն երբ որ օտարները ինձ զանգում են ասում են մի րոպե մի քանի շաբաթ առաջ Եվրոխորհրդարանում ձեր վարչապետը այդ ինչ էր խոսել չենք հասկանում այսինքն ոնց կներեք ձեր եպիսկոպոսները Պակի KGB-ի գործակալներ են։ Դա նորմալ մարդու հայտարարություն է։ Ես ասում եմ ոչ, դա նորմալ մարդու հայտարարություն չի։ Խնդրում եմ մոտեցեք այդ հայտարարող անձին որպես բացառիկ ոչ նորմալ երևույթ, որովհետև մեր եկեղեցին
301 թվից է KGB-ն մինչև 90-ական թվականներն է գործել, 90-ական թվականներից հետո KGB չկա էլ, եւ մեր եկեղեցու այս վերջին անկախ 30-ամյակը KGB վերացումից հետո է ստեղծվել, հիմա Հայաստանում KGB չկա, կոչվում է ԱԱՑ, եւ ոչ մեկը չի կարողանում հասկանալ, այդ դեպքում ինչ է դուրս տալիս։ Ես նշում եմ նաև գիտեք, մի զարմացեք, որովհետև մեր երջանկահիշատակ Վազգեն առաջինի անվան շուրջ կար ոմն Նիկոլա նման արարած, որը կոչվում էր Խաչիկ Ստամբոլցյան, իրար շատ նման են այդ երկուսն էլ, եւ ուղիղի ծավալներով եւ իրենց գիտելիքներով։ Խաչիկ Ստամբոլցյանը այն ժամանակ հայտարարում էր, որ Վազգեն առաջինը KGB-ի գործակալ է եղել, երբ որ ապրել եւ աշխատում էր Ռումինիայում։ Ամոթ ու խայտարակություն էր դա, ամոթ ու խայտարակություն, բայց դե այդ этаպը մի կերպ ապրեցինք, հետո ունեցանք լավ օրեր ու հասանք այսօրվա, բայց այսօր նման բան կրկնելը դա մեր ազգին պատիվ չի բերում եւ այստեղ չեն կարողանում հասկանալ, թե ոնց ենք մենք հանդուրժում նման բան։ Ես պիտի ասեմ, որ ինձ շատ հեշտ հաջողվեց ստեղծել ծիծաղելի հիմա անվանում եմ ասելու Հայաստանում քրիստոնեական եկեղեցու եւ քրիստոնեության պաշտպանության կոմիտե ամոթ ու խայտարակություն էլի Հայաստանում սակայն կոմիտեն անդամագրվեցին շատ հսկա մեծություններ չեմ ուզում կրկնեմ ձեր հետ մենք դրա մասին խոսել ենք ուղղակի արդյունքը ասեմ որ ֆենոմենալ էր այդ առաջին տեղի ունեցավ Սենտ Պելտոնում հիանալի անցավ համագումարը հավաքը որին նույնիսկ երկու արքեպիսկոպոսներ այդ հուդաներից մեղայականով հանդես եկան, սա ֆենոմենալ բան էր։ Մենք սպասում էինք դա եւ դա եղավ։ Այնուհետև մենք պայքարը շատ ակտիվ շարունակում ենք, շատ ակտիվ։ Եվ պատրաստում ենք մեր հոգևոր դասի դեմ կատարած քայլերի համար, այսպես կոչված վարչապետի դատը 2 եվրոդատարաններում։ Կհասցնենք մինչև իր ընտրությունները, թե ընտրություններից հետո նրան կդատապարտեն, դա կարևոր չի, կարևորը որ գործընթացը գնում է։ Եվ այս ֆոնի վրա ես գտնում եմ, որ մեր հոգևոր դասի բարձրագույն ներկայացուցիչները չտեսնված իրենց ճիշտ պահեցին եւ հիմա շարունակում են անվարան եւ առանց փոքրինչ վախի իրենց գործունեությունը։ Ես երեք ստացա arczepiskopos մեծաշնոր գերապատիվ Եզրա Սրբազանի ելույթի 3 րոպեանոց տեսագրությունը եւ գլուխս խոնարհում եմ նրա առաջ թե ինչքան օբյեկտիվ եւ առանց որևէ այլևայլությունների ինքը ներկայացնում է իրավիճակը եւ կոչում պայքարի։ Հիմա իմ համար առաջի դիմումը իմ ազգին օգտվելով այս ձեր բացառիկ տված հնարավորությունից սիրելիներս ոտնատակ է արվում հայ առաքելական եկեղեցին մշակույթը եւ մեր հիշողությունը։ Մեր հիշողությունը, որը կապված է ցեղասպանության սարսափելի, այստեղ էլ էլի Աստված մեզ տվել էր ցավոք այս դեպքում վատ հնարավորություն լինել առաջինը 20-րդ դարում ենթարկված խոշոր ցեղասպանության։ Ցավոք, այդտեղ էլ մենք առաջինը եղանք եւ հիմա այդ հիշողությունների դեմ է պարոնը պայքարում եւ ես ավելի քան համոզված եմ, որ եթե նախորդ տարիներին մի քանի 100,000 մարդ է գնացել ցեղասպանության հուշարձան, այս ապրիլի 24-ին գոնե կես միլիոն մարդ կհավաքվի այնտեղ եւ հետո այդ կես միլիոնից գոնե 2-300,000-ը կիշխնեն կենտրոնական հրապարակ եւ հաշիվ կպահանջեն այդ մեղսագործից, ինչ իրավունքով նա մեր ազգային բոլոր սիմվոլները փորձում է վերացնել եւ ջնջել հիշողությունը, այդ թվում կրկնում եմ ցեղասպանությունը, որի բանաձևը ես անցկացրել եմ 2004 թվականին Սլովակիայի ազգային խորհրդում, կարողացել եմ հասնել նրան, որ ոչ մի դեմ ձայն չի գրանցվել, սա մեծ պատիվ էր մեր համար, եւ ահա ինչպես տեսնում եք այս հրաշք խաչքարը, որը մենք տեղադրել ենք Բրատիսլավայի կենտրոնում Դանուբի ափին,
Եվ այս խաչքարը մցված է Բրատիսլավայի տեսարժան վայրերի ցանկի մեջ։ Օտարերկրյա տուրիստները միլիոնավոր որ գալիս են Բրատիսլավա, այս խաչքարը նույնպես այցելում են։ Կարճ ասած, մենք ավելի քան համոզված ենք դրսի հայությունը, որ ապրիլի 24-ը լինելու է Նիկոլի վերջի սկիզբը։ Աստված է, որ հենց այդ օրը բավարար լինի երկիրը նրանից ազատելու։ Եթե մենք չկարողանանք, պարոն Մելիքյան, օգտագործել այս աստվածված հնարավորությունը ապրիլ 24-յան ցեղասպանության օրը, ապա մեզ դաժան պայքար է սպասվում, քանզի Եվրոմիության ղեկավարության այն կոռումպացված մասը, նրանք ամեն կերպ անում են ամեն ինչ, որ Նիկոլը շարունակի իր ղեկավարությունը Հայաստանում, ես ես պաշտոնապես հայտարարում եմ, գնում է շատ մեծ կռիվ պայքար այսօր Բրյուսելի ներսում։ Կան իսկապես ֆոն դեր Լայենի եւ մնացած կոռուպցիոներների դեմ աշխատող շատ հզոր ուժեր, շատ, դրանց բոլորի հետ մենք շատ մտերիմ ենք եւ համագործակցում ենք։ Անունները հիմա չեմ տա եւ համագործակցության թեմաներն էլ չեմ նշի, բայց հայտարարում եմ, որ գնում է չափազանց մեծ պայքար ֆոն դեր Լայենի նմանների դեմ, քանզի Եվրոմիության պարլամենտի մեծ մասը, շատ մեծ մասը, արդեն ուղղակի զզվել են այս իրավիճակներից եւ նաեւ անկեղծ ասեմ, դրա վրա մեծ ազդեցություն ունի նաեւ էներգակիրների նկատմամբ այս իրենց վարած անմիտ քաղաքականությունը, քանի որ գազի մոլեկուլների վրա գրած է Made in Russia, ռուսական են էլի մոլեկուլները գազի, ապա պետք չէ դա օգտագործել, նույնը նավթին է վերաբերվում, այսինքն այս ծաղրը վերաբերվում է բոլոր նրանց այդ խոշոր քաղաքական գործիչներին, որոնք Եվրոպան տանում են դեպի այն մոտոցուր տարիները մենք հիշում ենք, չէ, Հայաստանի 90-ական թվականների տանում են դրան։ Եվ դա նույնպես շատ մեծ ազդեցություն է թողնում, որպեսզի Եվրոմիության պարլամենտում լուրջ պայքար գնա հանուն ճշմարտության, արդարության եւ հանուն իսկապես ժողովրդավարության կեղծ դեմոկրատիայի դեմ։ Սա արդեն բոլորին զզվացրել է այստեղ եւ շատ լավ գիտեք, որ այն երկիրը, որտեղ ես ապրում եմ, Սլովակիան, ունի մի փայլուն վարչապետ եւ ընդհանրապես փայլուն ազգային խորհուրդ, որտեղ բաց տեքստով այն ինչ որ ձեզ ասեցի դրվում է քննարկման եւ հայհոյվում է։ Այս երկրների թիվը աճում է։ Սլովակիան առաջիններից էր, բայց արդեն արևմտյան մասում Եվրոպայի գլուխ են բարձրացնում բոլոր այն ուժերը, որոնք հասկանում են, թե այս ինչ կեղծ դեմոկրատիայի մասին է խոսքը, այս ինչ է կանում։ Օրինակի համար Գերմանիայի ալտերնատիվ für Deutschland այսօր եթե ինտրուդյուններ արվես 50% ցավը ձեն կհավաքեն։ Մենք նրանց հետ բավականին ակտիվ կապի մեջ ենք, Ֆրանսիայի մասին գիտեք շատ լավ, նույնիսկ Մեծ Բրիտանիայում ոչ մեկը չի կարողանում այլևս ընկալել Ստարմերին։ Եվ բոլորով միասին չեն կարողանում ընկալել Տրամպի եւ Տրամպի արած հանցագործ քաղաքականությունը Իրանի նկատմամբ։ Այսինքն իրավիճակը կտրուկ փոխվել է եւ եթե մի ժամանակ վարչապետ Չառնագորսկու նման փայլուն անձնավորությունների դոշին փորձում էին մեդալ կախել վրան գրած Պուտինի մարդ կամ ճակատին դրոշնել Պուտինի մարդ վերացել է արդեն սա, որովհետև Պուտինի մարդ դարձել են Եվրոմիության պարլամենտի հսկական թվով պատգամավորներ։ Այսինքն այն ինչ որ վարչապետ Չառնագորսկին եւ այդ կարգի մարդիկ ասում էին, որ եղբայր Ռուսաստանը իր հոգևոր մշակույթով ու ամեն ինչով Եվրոպայի ոչ թե մաս է, խոշորագույն մաս է։ Եթե մենք մշակույթի արժեքներով դատելու լինենք եւ գերմանացիներին փառահեղ դասական երաժշտություն, Գյոթե, Շիլեր եւ այլն աստվածացում ենք, նույնը այն ազգերին, որոնք մեծ մշակույթ են ստեղծել, եթե
Անգլիա ասելով միանգամից Շեքսպիր ենք հասկանում, ապա հələ մի հատ Ռուսաստան ասելով տեսեք ինչ եք հասկանում։ Դոստոևսկի, Տոլստոյ։ Գիտեք, դուք կարևոր բաներ եք նշում, մասնավորապես այն, որ Եվրոպայում ապշած են, որ Հայաստանում կարող են երկրի ղեկավարները եկեղեցու դեմ գործել։ Խոսում եք այն մասին, որ Ռուսաստանի եւ Արևմուտքի միջև այդ հակասությունները խորանում են։ Պիտի ասեմ, որ այնպես չի, որ Ռուսաստանը մեզ շատ բարեկամաբար է վերաբերվում կամ պահում, այսինքն այնպես չի, որ Ռուսաստանի հետ մենք ընդհանրապես սև էջեր չունենք, ցավալի է, բայց պետք է մենք մի բան գիտակցենք, որ խնդիրը մեր ուժեղանալու մեջ է, ոչ թե բարեկամների ճիշտ կամ սխալ պահվածքի, դա շատ կարևոր բաներ են, բայց երբ պիտի մենք հասկանանք, որ եկեղեցին է մերը, պատմությունն է մերը, ցավն է մերը, հիշողությունն է մերը, որևէ մեկը չի կարող մեր մասին ավելի շատ մտածել կամ հոգ տանել, լինի դա Ռուսաստանը, առավել ևս որ տեսանք։ Հիմա նույնը կատարվում է նաև Եվրամիության եւ Միացյալ Նահանգների միջև, որտեղ հակասություններ կան, շահերի բախումներ կան, տարբեր ընկալումներ կան։ Եվրամիության ներսում դուք նշում եք, որ ժողովրդավարության մեջ պայքար կա, որովհետեւ այո, ամեն ինչ տեղում չի կանգնում եւ տրանսֆորմացիաները դինամիկան այնպիսին է, որ մենք տեսնում ենք այդ հակասությունները, բայց Հայաստանը, ըստ ձեզ, ի վերջո Հայաստանին ընդունում են եւ Ռուսաստանում այսօր Եվ ընդունում են Եվրամիության ձեր նշած երկրների բոլոր ղեկավարները հիացած են Նիկոլ Փաշինյանով, բայց ինչպես պիտի Հայաստանի ժողովուրդը կարողանա այս ամեն ինչի մեջ ճիշտ կողմնորոշվել։ Շատ լավ, պատասխանեմ ինչ որտեղ ձեզ ընդդիմադիր նույնիսկ հանդես գալով։ Իդ առաջին, Եվրոպայի երկրների, եթե կոռումպացված որոշ ղեկավարներ Նիկոլի եւ Նիկոլո նմաններին, ասենք Մարիա Սանդու, չէ, եւ այլ խայտարակությունների սատարում են, դա չի նշանակում, որ Եվրոմիությունը Նիկոլ է սատարում, կներեք, այ բացարձակ դեմ եմ ես ձեզ այս հարցում, ավելին ձեզ ասեմ, հունվարի 4-ին 5-ին Եվրոմիության ղեկավարությունը ժամանում է Հայաստան, որպեսզի տպավորություն ստեղծի, ներողություն, մայիսի, շնորհակալություն, մայիսի։ Մակրոնն է լինելու եւ հավանաբար փաստաթղթեր կստորագրվեն, Հայաստանը դա կողմնագործի ցույց տալու, որ Հայաստանը գնում է դեպի Եվրամիություն, մեծ, այսպես ասած, այդ բանը կա, ես էլ եմ կողմնակից, ախր պիտի հասկանանք, որ մենք կողմնակից ենք եղել Հայաստանի եվրոպականացմանը։ Բայց այստեղ խնդիրը այլ է, որ անկասկած այլ բաներ Ղարաբաղից առաջ, այսինքն այդ կորուստներից, պատերազմից հիմա այլ կոնֆիգուրացիա է։ Խնդրեմ, պարոն Գրիգորյան։ Չէ, ձեզ ավելին ասեմ։ Ես Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ դարձա թե չէ 2008-ին։ Ամբողջ կոկորդով բղավում է եւ չտեսնված աշխատանք է վարում, որ եւ Հայաստանի եւ Ռուսաստանի տեղը Եվրոմիությունն է։ Հայաստանը եւ Ռուսաստանը Եվրոմիության մշակույթի խոշոր կրողներն են, խոշորագույն կրողներից են, եւ մենք չենք կարող պատկերացնել, որ մենք հանգարց լինենք երկրագծի ասիական մասում։ Ադրբեջանը, խնդրեմ, բացառիկ ասիական մշակույթ է, եթե մշակույթը հանենք նրա ունեցածը, աստված իր հետ։ Մենք բացառիկ եվրոպական մշակույթ ենք ներկայացրել, ել չեմ ասում, որ Եվրոպայի վերածնունդը Եթե Իտալիայում սկսվել է 14-րդ դարում, Հայաստանում սկսվել է Գրիգոր Նարոկացիով, որի գիրք իմ սեղանի գիրքն է։ Եվ դա մեր հպարտությունն է։ Այսինքն, ես ամեն ինչ անում էի այն ժամանակ, որ Եվրոմիությունը, Հայաստանը, Ռուսաստանը դառնան, եթե ոչ մի օրգան, ապա գոնե բացառիկ միմյանց սատարող մարմիններ։ Բայց Պարոն Մելիքյան, ինչ անենք, որ կոռուպցիան, ժողովրդակեղծ ժողովրդավարության խաղերը եւ այլն Եվրոմիության ղեկավարության մեջ ստեղծեցին մի շերտ, որոնք անհատականությունից զուրկ են։ Եթե որևէ մեկը կարող է Ֆրանսիայի խոշորագույն նախագահներին հիշել եւ շարունակելու հասնել Մակրոնին ու չզարմանալ, որ վայ, ես ինչ եղավ Ֆրանսիայի հետ։ Նույնը Գերմանիա, Մերց, Օլաֆ Շուլց, վահ, Վիլի Բրանդ, ահա, եւ այլ, հա, Վալտեր Շտայնմայեր եւ այլն։ Ես Տոնի Բլեյերին ծաղրում էի, ամբողջ կոկորդով, որ հիմա հիշում եմ, Տեր Աստված, Տոնի Բլեյերից հետո միայն անկում գնաց,
Եվ Բորիս Ջոնսոնը ծնվեց, դա էլ ավարտը չէր, եզրը չէր, Լիստրայից հետո եղավ։ Այսինքն այնպիսի անկում է ապրել ինքը Եվրամիությունը իր անհատականություններով, խայտառակ, որ բոլորովին էլ զարմանալի չի, որ անջրպետ առաջացավ Ռուսաստանի եւ Եվրամիության միջև եւ Եվրամիությունը չկարողանալով Ռուսաստանում այնպիսի իշխանություն ստեղծել, որը երազում է ինքը, կարողացավ Հայաստանում անել 2018-ին մեր գլուխը կերան եւ մատուցեցին այն ինչ որ մենք այսօր ունենք ու հիմա հատուկ գալիս են մայիսի 4-ին 5-ին Հայաստան, որ տպավորություն ստեղծեն, որ իրենց գալուց հետո ժողովուրդը փոխվեց եւ Նիկոլին ընտրեց եւ նկարեն 51%-ը ու այդ տպավորությունը փորձեն վաճառել ժողովրդի վրա, որ տեսակ ինչ մեծ գործ արեցինք, եկանք համագումար արեցինք, դրա շնորհիվ ժողովրդի հսկական մասը շուրեկան դեպի Եվրոպա։ Անում են իրենց շահերն են առաջ տանում, սա միջազգային հարաբերություններում նորմալ է, ինչպես բոքսի ռինգում հարվածներ տալն է նորմալ, միջազգային հարաբերությունում նորմալ է, երբ որ մարդիկ ցանկացած գնով փորձում են նպատակներին հասնել։ Հայաստանի նպատակը ո՞րն է, Հայաստանի ուղին ո՞րն է, Եվրամիությունը իր համար է, Ռուսաստանը իր համար է, Միացյալ Նահանգները իր համար է, շուտով Իրանը կսկսի շահերը առաջ տանել, Հայաստանի շահերը որտեղ են։ Շատ լավ, պարոն Մելիքյան, տեսեք, մի քիչ առաջ ես ձեզ ասացի, չէ՞ որ ես ձեզ հիմա որպես ընդդիմախոս եմ հանդես գալու, ուրեմն առաջի կետը ներկայացրեցի, որ Եվրոպայի այն որ ամբողջ Եվրոպան Նիկոլ Փաշինյանին կողմ է, ես դա բացարձակ համարում եմ սխալ հայտարարություն եւ ասեցի իմ կարծիքը ոչ Եվրոմիության կոռումպացված իշխանությունների ղեկավարները, որոնք ստեղծեցին այս կարգը Հայաստանում կեղծ ժողովրդավարական, այն աշճանի կեղծ ժողովրդավարական, որ ազգային գործիչները դա բանտում են գտնվում, այն աշճանի կեղծ ժողովրդավարական, որ քրիստոնեական եկեղեցին հալածվում է, դա բոլորը հիմա հասկանում են եւ այդ այցի նպատակը նա է, որ գան փորձեն փրկել, որը անհնարին է, էլի։ Ես ուրեմն այդ հարցում ձեր հետ բոլորովին համամիտ չէի եւ ասեցի ինչու, հիմա երկրորդ հարցում նույնպես ասեմ ինչու համամիտ չեմ։ Պարոն Մելիքյան, սիրելիս, մենք զբաղվում ենք աշխարհաքաղաքականությամբ եւ մենք հիանալի ենք պատկերացնում, որ այս կարգի փոքր ազգերի դերը ընդհանրապես նա է, որ կարողանան ճարպիկ ճկուն դիվանագիտություն վարել եւ այն շահերը, որոնք ընդհանուր են տարբեր խոշոր երկրների եւ փոքր ազգերի միջև, այդ շահերի ճիշտ ընտրությունը կատարեն։ Այսինքն, եթե դու միջանցքը տալիս ես Տրամպին, որի ապագան, մոտ ապագան արդեն անհայտ է, եւ շատ լավ էլ հասկանում ես, որ այդ միջանցքը Տրամպին տալով դու տալիս ես ազեր թուրքերին, որոնք մեծ Թուրանի գաղափարի համար ոչինչ չեն խնայում 2 տասնամյակ ի վեր արդեն ու դու դնում ես ազգը բացարձակ վերացման ճանապարհին եւ դրա փոխարեն ունես ալտերնատիվ ուղի այս խոշոր համաշխարհային տերություններից նրա հետ համագործակցել, որի հետ ամբողջովին կատնված է եւ քո մշակույթը, եւ քո պատմությունը, եւ քո տնտեսությունը։ Հիմա դուք ինչ եք ուզում ինձ համոզել, որ մենք խոսելով Հայաստանին դարձնել ենք հզոր տնտեսություն ունեցող երկիր։ Այդ ձեր պետությունը այնպես չի, որ յալվարեր ընկեր, որ Հայաստանին պաշտպանի կամ մշակույթ պաշտպանի կամ հայ ժողովրդին պաշտպանի, այսինքն իրականությունը մենք չտեսնենք, որ մեծ որևէ մեկն է չի պաշտպանում։ Չէ, այդ հարցում ես ձեր հետ լրիվ համամիտ եմ։ Այդ հարցում ես ձեզ հետ լրիվ համամիտ եմ, բայց իմ ասածը մոտավորապես դա է, որ եթե մենք ունենք ճկուն ու լուրջ դիվանագիտություն, ապա մենք իհարկե նաև պետք է ժամանակային հասկանանք, արդեն բաց ենք թողել այդ ժամանակը մի ամբողջ 7 տարի կորցրել ենք, որ մեր տնտեսությունը, մեր ռազմարդյունաբերությունը դա մեր փրկությունն է, մեր գիտությունը, չէ՞ որ մենք ունեցել ենք հզորագույն գիտություն, ռազմարդյունաբերություն, տնտեսություն, քիմիա, անհավատալի հզոր քիմիա, էլեկտրոնիկա, ֆանտաստիկ էլեկտրոնիկա, մի 3
միլիոնանոց փոքրիկ կետ երկրագնդի վրա ունեցել է էլ չեմ խոսում մեր ակադեմիկոսների մասին հայր, որոնք ԽՍՀՄ ակադեմիայում աստղեր էին կամ երկնքից աստղեր էին իջացնում։ Տասնյակ նման անուններ դուք գիտեք։ Այսինքն մենք փոխանակ դա շարունակենք եւ հիմա էլ դա շարունակենք։ Մենք հենց հիմա էլ ունենք հնարավորություն, պարոն Մելիքյան, հավատացեք ինձ, դուք խոսում եք մի մարդու հետ, որը 2018 թվականի մայիսից մինչև նոյեմբեր ամեն ամիս 10 քանի հոգանոց խոշոր ներդրողների խումբ է բերել իմ հոլդինգը Եվրոմիություն Ասիա բիզնես ֆինանս կենտրոն։ Իմ հոլդինգի ներկայացուցիչները խոշորագույն գիտեք ինչ ինվեստիցիաներ արեցին այլ երկրներում։ Երբ որ համոզվեցինք, որ չէ, Նիկոլի նպատակը հակառակն է, ոչ թե արդյունաբերությունը, տնտեսությունը զարգացնել, այլ կտրելը, հասկանում եք, մենք դադարեցինք Հայաստան գալ։ Այսինքն այդ առումով ես ձեր լրիվ համամիտ եմ ձեզ հետ, որ մեր սեփական ներուժը նախ պետք է օգտագործենք, այո, բայց մենք այսօր ոչ մի եվրոպական երկիր չի կարող ինքնուրույն, պարոն Մելիքյան, ինչքան էլ որ հզոր արդյունաբերություն ունեցած լինի, ինքնուրույն կարողանա զարգացնել։ Ես խոսում եմ հիմա Չեխոսլովակիայի ֆանտաստիկ արդյունաբերության մասին, ֆանտաստիկ։ Սոցիալիզմի ժամանակ իդեպ մինչև երկրորդ համաշխարհայինը դուք գիտեք Եվրոպայի ամենահարուստ երկիրը ով է եղել։ Ես համոզված եմ, որ չգիտեք։ Դա Չեխոսլովակիան է եղել, դուք տեղյակ եք դրան։ Դուք տեղյակ եք, որ Ավստրիայի մեծահարուստները գալիս էին Բրատիսլավայի ռեստորանները այնքան բարձր էր մակարդակը Բրատիսլավայի։ Եվ անկախացումից հետո, եթե Սլովակիան չմտներ Եվրոմիություն, երբևիցե չլինի այսօրվա հզորություն ու արտադրություն։ Ինչ ռազմարտունաբերություն ունի։ Պարոն Գրիգորյան, քանի ժամանակը սարսափելի արագ անցավ, այս անգամ, որովհետև սա նշանը նրան, որ մենք ահավոր շատ հետաքրքիր բաներ ենք խոսում։ Վերջին հարցը է հնարավորինս կարճ։ Կուզեի ձեր կանխատեսումները, չեմ սիրում այդ բառը, բայց կանխատեսումները մոտակա ընտրությունների հետ կապված Հայաստանում։ Ինչպես եք տեսում ուժերի դասավորվածությունը։ Ես երևի պիտի կրկնվեմ, էլի, որովհետև այդ կարևոր միտքը արդեն ասացի։ Եթե մենք մինչև ընտրությունները չազատենք Նիկոլից, ընտրությունները կեղծվելու են։ Ես դա հայտարարում եմ։ Եվ ընտրությունները կեղծվելուց հետո անկասկած մի 100,000, 200,000 մարդ փողոց է դուրս գալու, բայց ձայն բարբարո անապատի, որովհետև Եվրոմիության այդ կոռումպացված ղեկավարությունը չտեսնված արդեն լուծումներ է գտել, որ post factum ընտրություններից հետո ասում է, այդ հեչ, այդ ամեն տեղ էլ այդպես է, հասկանում եք, և եթե որոշ երկրներում ասենք, թե պարտված իշխանությունը ընդամենը 20% ձայն է ունեցել, և այո, իր բողոքն է հայտնում, անիրավորեն, ապա Հայաստանի պարագայում պարտված իշխանությունը ունենալու է 60% ձայն, բայց զրոյի տեղ անցնելու, դրա համար ես բոլորին կոչ եմ անում, խնդրում եմ, հավատացեք մեր փորձին և մեր երկրի ապագան լուծեք մինչև ընտրությունները։ Իդեալական հնարավորություններ է Աստված տվել, ապրիլի 24-ին 100,000-ներով բացանալու եք մեր հիշատակը հարգելու, հետո մեր ապագան հարգեք, իջեք և պահանջեք Փաշինյանի հրաժարականը, որտեղ կեղծելու են ընտրությունները։ Պարոն Գրիգորյան, շատ շնորհակալ եմ ձեզ, շատ շնորհակալ եմ այս քննարկման համար, շնորհակալություն հայտնենք նաև հեռուստադիտողներին, ովքեր հետևում են մեր այս քննարկմանը, հիշեցնեմ, որ մեզ հետ Բրատիսլավայից տեսակապով զրուցում էր Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը, ձեզ հետ էր քաղաքագետ Գեորգ Մելիքյանը, հաջողություն ձեզ։